Թեր Լեմեզյանում, 5 տարի գեղանկարչության բաժնում։ Նկարում եմ երևի 10-11 տարի, կոնկրետ ինչ-որ մի բան չեմ կարող առանձնացնել, որովհետև այդ պահին ինչ զգում եմ, ինչպես ստացվում է, այդպես նկարում եմ։ Շատ կարևոր է, թե այդ պահին ինչ իրավիճակում ես, ինչ հոգեվիճակում ես, ինչ ես զգում ու ինչ ես պատրաստ ցույց տալ։ Այստեղից կա մի կտավ, որ 23 թվին եմ սկսել, բայց ավարտել եմ 25 թվականին, որովհետև այդ պահին կապը կտրուկ կորավ իմ ու այդ կտավի ու չկարողացա ավարտին հասցնել։ Տարիներ հետո նորից վերադարձա ու մի շնչով արդեն ավարտվեց։ Ինձ թվում է, ինձ ինչ-որ ձև բնութագրում են այս գույները։ Շատ սկսեցի սիրել ես վառ գույներ։ Մի ժամանակ ավելի մութ գույների մեջ էի նկարում, բայց հասկացա, որ իմ ներսը այդքան մութ չի ու փոխվեց, էլի, այսինքն երկու դեպքում էլ ես էի, ուղղակի շրջաններով փոխվում են, էլի, հիմա կարող է մի տարի հետո արդեն լրիվ ուրիշ գույներ լինի ու լրիվ ուրիշ պատկերներ։ Ինքը երևակայական է, հորինված է, որովհետև իմ համար կարևոր չէր ստեղ նկարել նենց մի հատ կերպար, որ ինքը ինչ-որ կոնկրետ մարդու ոնց որ նմանացնեին մարդիկ, ինձ համար ավելի շատ կարևոր է, երբ որ նայես կտավին, ոչ թե ֆիքսես ինչ դիմագծեր ունի կամ ումա նման ում չէ, այլ վերցնես զգայականը, էլի, ոնց որ զգացողականը ավելի առաջի պլանում է իմ համար։ Դրա համար կերպարները անիրական դեմքեր ունեն, չունեն բերան, աչքերը քիչ ուրիշ ձև են։ Զգացականը միշտ է կարևոր ավելի ինձ համար, որովհետև եթե չլինի զգացականը, ոչինչ չի ստացվի ինձ մոտ ու ես ինձ նկարչուհի եմ համարում, ոչ թե քանդակագործ կամ խեցեգործ, բայց ինձ արվեստի բոլոր ճյուղերը, քանի որ շատ հետաքրքիր են, փորձում եմ ստեղծել տարբեր նյութերով։ Ամենակարևորը ինձ թվում է, ուզում եմ դիտողները թեթևություն ստանան գույներից, թեկուզ եթե միտքը ինչ-որ չափ տեղ չի հասնում, գույներից ինչ-որ թեթևություն, խաղաղություն, պարզություն զգան։ Իսկ ես հենց կուզեմ, որ միտքը, որ իրանք բերան չունեն, այդ լռության խորհրդանիշն է, որ հավասարակշռությունը լռության մեջ է։ Երբ որ նույնիսկ ինչ-որ մի բան մտածում ես ու ուզում ես հավասարակշռություն լինի ներսումդ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը կողքից մի բան ասի, այդ բանին արդեն խախտվում է ամեն ինչ։ Այսինքն մեծ խորհրդանիշ ունի, էլի, այնի, որ իրանք չեն խոսում։ Լռությունը չի նշանակում, որ դու միտք չունես կամ խաղաղված չես կամ այդ լռությունը չի։ Իսկական լռությունը ինձ թվում է ներքին այդ հանգստությունն է, որ ընդունումն է նաև ինքդ քո անձին կամ ինչ-որ իրավիճակ, որ դու ընդունում ես, երբ որ ինչ-որ հավաքածուն արդեն ոնց որ ավարտվում է, այդ ժամանակ նոր ես պատրաստ եմ ցուցադրեմ։ Շնորհակալ եմ Փյունիկ կենտրոնին, որ տալիս է այսպիսի հնարավորություն ներկայանալու